Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր բուժական պրոցեդուրաները ներհոդային ներարկումներով, այս անգամ արդեն պլազմայով։ Տվյալ հիվանդը արդեն ցուցադրել ենք ձեզ, նախորդ անգամ ներարկվում էր սրունք վեգային հոդից, արթրիտի հետևանքով զարգացած ցավերը հանելու համար հակաբորբոքային պրեպարատով։ Արդեն բավականին ժամանակ անցել է եւ հիվանդը ունի դրական դինամիկա, հեղուկ ընդհանրապես հոդի մեջ չկա, ներծծվել է, արթրիտը արդեն լավացման շրջանում է եւ մենք շարունակում ենք բուժումը նույն հիվանդի, նույն հոդային հատվածում, արդեն սնուցող պրոցեդուրայով, պլազմայով, իր սեփական արյան պլազմայով, որը ներարկելով հոդի մեջ մենք ստանալու ենք ռեգեներացիան արագացնող էֆեկտ, շարժումների սահմանափակումը վերացնող էֆեկտ, հակացավային եւ հակաբորբոքային էֆեկտ։ Տեսնենք ինչպես ենք կատարում ներհոդային ներարկումը պլազմայով։ Մշակվում է հիվանդի տվյալ հատվածը, որտեղ որ պետք է կատարվի ներարկումը։ Այստեղ արդեն բավականին լավ էֆեկտ կա, տեղային տաքություն, այտուց, դրանք բոլորը բացակայում են, շոշափում ենք հոդը, ինչպես եք ձեզ զգում, տիկին ջան։ Արդեն հոդի մեջ է մեր ասեղը եւ ներարկումը կատարում ենք դանդաղ, որպեսզի կարողանանք ինչքան հնարավոր է մեծ մակերեսով տարածել պլազման։ Ահա, կատարվեց ներհոդային ներարկում իր իսկ սեփական արյան պլազմայով եւ արդեն 24 ժամ հետո տվյալ հիվանդը կունենա շարժումների սահմանափակումից ազատվելու զգացողություն, այդուց ընդհանրապես չի լինելու բորբոքման հետևանքով եւ շարունակվելու է այս պրոցեդուրաները 3-ից 5 անգամ հսկողության տակ, վերջում կատարվելու է կրկնակի սոնոգրաֆիա պարզելու համար հեղուկ կա թե ոչ եւ հսկվելու է հիվանդը գրեթե 6 ամիս։ Այսքանը այսօրվա եթերի համար, այն մարդիկ, ովքեր ունեն այտուց հոդում, ցավ, շարժումների սահմանափակում, զանգահարեք Դելտա կլինիկ բժշկական կենտրոն, գրանցվեք եւ մոտեցեք բուժման համար։ Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի հասցեն անփոփոխ է, Հալաբյանի նկոտորակ 7, գործում է նաև տնային այդ ծառայությունը, դիմեք, բուժվեք, եղեք առողջ։ Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, այսօր ուզում եմ ձեր հետ խոսել ողնաշարի մասին, ընդ որում ողնաշարի վերին հատվածի ծոծրակային մասի, որովհետև այն շատ հաճախ է խնդիրներ առաջացնում, ցավային սինդրոմներ կամ ճարպի ավելացում հետին մասում եւ փակելով կամ սեղմվելով այդ անոթին արյուն չի գնում մեր գլխուղեղ, առաջացնելով նաեւ եւ գլխացավ եւ արյան ճնշման բարձրացում եւ հաճախ նաեւ թևի կարելի ասել ցավ, ձեռքերի ցավ, որովհետեւ սեղմում է նաեւ ներվը եւ մենք ունենում ենք խնդիրներ։ Նաեւ լինում է այնպիսի վիճակ, կարծես թե մեր մատերի ծայրերը արյուն չեն գնում, թմրում են, մանավանդ քնած ժամանակ, մանավանդ շարժումների ժամանակ, դրա համար յուրաքանչյուրս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք ծոծրակային շրջանին, որովհետև կա հրաշալի բուժումներ, մանավանդ իհարկե մեզ մոտ, ինչու՞ չէ, եւ յուրաքանչյուր տեղել իհարկե հատուկ տեղերը կա, որտեղ կարելի է եւ սրսկման միջոցով պլազմոթերապիայի, եւ կինեզիստի, եւ ներվապաթոլոգի հրաշալի բուժումների միջոցով այդ վիճակը կարգավորել, բայց կա նաեւ հրաշալի վարժություն, որը այսօր ես իհարկե ուզում եմ ձեզ հետ, այն կարելի ասել գլխի ծանրության վրա պետք է աշխատենք, որպեսզի խնդիր չլինի, կամ եթե փոքր ինչ կա ցավ, ապա նստած հեռուստացույցի առջև մենք անգամ կարող ենք այդ վարժությունը կատարել։ Ինչ պետք է անենք։ Թեքում ենք վիզը, բայց վիզը թեքելուց ոչ թե ուսն ենք բարձրացնում, այլ վիզը թեքում ենք այնպես, որ
հասնի գրեթե մեր ուսին, բայց իհարկե չենք կարող հասցնել։ Գլխի ծանրությունը ինչքան հնարավոր է տանում ենք, այնուհետև տանելուց հետո նայում ենք վերև, երբ արդեն որոշ չափ տարել ենք ու նայում ենք բարձր վերև թեքության վրա եւ աստիճանաբար հենելով մեր կրծքավանդակի վերին հատվածին տանում ենք դեպի մյուս կողքը։ Նորից ենք հենում, նորից նայում դեպի ձախ հատվածը եւ այդպես 2-3 րոպե։ Այդ 2-3 րոպեն անելուց հետո դուք կզգաք ինչքան մեծ, ինչքան ծանր վարժություն է կատարել, բայց ինչքան առողջարար։ Մի քանի անգամ անելուց հետո 5-րդ, 6-րդ օրվա մեջ դուք կզգաք ձեր ծոծրակի շրջանի ցավը անցել է, ձեր մատերի այդ որ կարծես թե արյուն չի գնում եւ մզմզում է եւ ծակծկում է եւ զգացողությունը վատանում է, նորից լավացել է, որովհետեւ արյան շրջանառությունը լավացել է եւ գլխի, եւ թևի, եւ ողնաշարի եւ դուք ձերբազատվում եք այդ ծանր հիվանդությունից, իհարկե եթե շատ ծանր վիճակ է, անպայման մեզ մոտ պլազմոթերապիայի եւ բժշկի հսկողության բուժումներ։ Եղեք առողջ։